Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է, նա կշարունակի մնալ կալանքի տակ եւս 2 ամիս ժամկետով։ Գլխավոր դատախազությունը պարզել է, որ Երևանի քաղաքապետի 2000 թվականի մի շարք որոշումներով Multi-Leon ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրվել է 4000 քառակուսի մետր, 2996 քառակուսի մետր, 5000 քառակուսի մետր եւ 800 քառակուսի մետր մակերեսով հողատարածքներ։ Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ինքնական կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին որոշման շրջանակներում Երևանի քաղաքապետի 2010 թվականի որոշումներով վերոնշյալ ինքնական կառույցները համարվել են Երևան քաղաքի սեփականություն, իսկ 2010 թվականի մարտի 12-ին լուծվել են վերջիններից հետ կնքված հողի վարձակալության պայմանագրերը։ Գլխավոր դատախազությունը պարզել է, որ Երևան համայնքի սեփականությունը դառնալուց հետո նշված հողատարածքները եւ շինությունները փաստացի չեն վերադարձվել համայնքին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունվարի 28-ին տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված 3 քաղաքացիներ են տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Գավառ խոշորացված համայնքի Նորատուզ բնակավայրի բնակիչներ 52-ամյա Թադևոսը, 49-ամյա Հարությունը եւ 20-ամյա Տարոնը։ Պարզվել է, որ Տարոնը, Հարությունը եւ Թադևոսը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Նորատուզ բնակավայրի բնակիչներ 52-ամյա Վահրամի, 16-ամյա Կարենի եւ 44-ամյա Հովանեսի հետ, որի ժամանակ Կարենն իր մոտ եղած սուր կտրող ծաղող առարկայով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված անձանց։ Հունվարի 28-ին Միկին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ Երևանի Փափազյան փողոցի 14 հասցեում գործող Նորզովսկ սուպերմարկետում անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել իր թորանը։ Ոստիկաններին Երևանի բնակիչ 19-ամյա տղան հայտնել է, որ նույն օրը Նորզովսկ սուպերմարկետում անվտանգության պետ եւ աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել մի քանի անգամ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին պատճառելով ֆիզիկական ցավ։ Պարզվել է, որ արարքը կատարել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Ալբերտը ու Երևանի բնակիչ 56-ամյա Կարենը։ Հունվարի 13-ին Հանրապետության հրապարակում ոստիկանության գվարդիայի ծառայողներին փողոցային երաժիշտ ներկայացած մի տղամարդ մատնացույց անելով 2 վազող երիտասարդի հայտնել է, որ նրանք իր պայուսակից բացահայտ հափշտակել են գումար։ Գվարդիայի ծառայողները երիտասարդներին հետապնդել են, բռնել Տիգրան Մեծ պողոտայում կողոպուտի կասկածանքով ձերբակալել 18-ամյա երիտասարդներն ու կազմած փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հունվարի 29-ին տեղեկություններ են ստացվել, որ Միասնիկյան գյուղի 39-ամյա բնակիչը թմրամիջոց եւ ապօրինի զենգզինամթերք է պահում։ Զննությամբ 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նման ողնանգվածով 2 փաթեթ, իսկ արհեստանոցում կարճեցված 1 փողանի ողորկա փոխերացանց, վինդանակ, հակագազեր ու զինվորական այլ պարագաներ։ Փետրվարի 1-ին Երևան-Սևան ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արսենն իր վարած ջիպ կոմպաս մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում։ Վարորդը եւ ուղևոր Երևանի բնակիչ 24-ամյա Սաբինան տեղափոխվել են հիվանդանոց։ Փետրվարի 3-ին Երևանի բնակիչ 34-ամյա Մհերն իր վարած Hyundai Elantra-մակնիշի ավտոմեքենայով Հատոյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 57-ամյա Նարինեին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն, որը տուժածին տեղափոխել է հիվանդանոց։ Փետրվարի 3-ին Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Դավիթն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սառույցին, ապա ճանապարհի երկաթե արգելապատնեշներին ու գլխի վեր շրջվել, տուժածներ չկան։ Փետրվարի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Nissan եւ Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, Mitsubishi-ն էլ կիսակողաշրջված ընկել Nissan-ի վրա, տուժածներ չկան։ Փետրվարի 3-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Աթարբեկյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանատուր թաղամասի տներից մեկի մոտակայքում կայանված Opel մակնիշի ավտոմեքենայում, հրդեհը մարվել է։ Փետրվարի 3-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող անասնաբուժական խանութից։ Հաշեր փրկարարները մեկուսացրել, ապա մարել են անասնաբուժական խանութի պահեստում բռնկված հրդեհը, այրվել են 1 սառնարան եւ 1 էլեկտրական վահանակ։